ինչ մենք տեսանք Ղրղստանում, ինչպես իրեն դրսևորեց Փաշինյանը, ինչ պատասխաններ տվեց Փաշինյանը եւ այդ պատասխաններից մենք ինչ եզրակացրեցինք, դիմացինը ինչ հասկացավ։ Փաշինյանը իրեն հանդես բերեց որպես Ռուսաստանի հուսալի գործակալ դաշնակից, որը ինքը անգամ մանրամասնորեն նկարագրեց, թե ախպեր մի վախեցեք, այդ Եվրոմիությանը անդամակցելու հարցը երկար պրոցես է, հեսա պետք է, հələ վերջում էր, հələ մեր ժողովրդին հարցնել է պետք։ Այսինքն մի վախեցեք, մենք ձեր հետ ենք։ Էր ոնց ասի։ Փոխանակ դնի հարցը, պետք է պաշտպանել չպաշտպանեցիք, որ մենք ավելի շատ գումար ենք տալիս, քան ստանում ենք այդ կազմակերպությունից տուժում ենք, որ դեռ ռուսական բազաները մինչև հիմա անվճար մենք ենք սպասարկում ջուրը, հացը, գազը, ամեն ինչը։ Որ նորից Էրեբունի օդանավակայանը 40 քանի տարով էլի երկարացրել ենք, դեր մասնակցությունը անվճար։ Իսկ Ադրբեջանն ու Վրաստանը Ռուսաստանի բազաները իրանց երկրներից հանեցին մի վարկանում։ Մինչև հանելն էլ տարին $200 միլիոն ստանում են, ասում են դուր որ մնաս։ Եվ Ռուսաստանի կատարածը Վրաստանի գլխին, ինչի համար եմ հիշացնում, նրա համար էր, որ Վրաստանը հապաղեց, որ Վրաստանը ժամանակին ճիշտ ձևով չներկայացրեց իրեն ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, որ գոնե մի հատ ամերիկյան զորամիավորումը լեին այդտեղ Ռուսաստանը երբեք չէր մտնի, որը այսօր անում է Նիկոլը։ Այսինքն լիարժեք հայ-ամերիկյան պայմանագրի մեջ չի մտնում, որ բերի թաթը տնեն վերջնական զորքը մտցնեն ու վերջացնեն։ Ասեն դե գնացեք Թուրքիա ես, Իրանն ես, Չինաստան ես, թե Ռուսաստան ես, ինչ զրթու զիբիլ ես, ռադներդ քաշեք, պրծնի։ Չէ, միշտ բալանսի մեջ ապահում։ Ընտրություններն էլ ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հլու հնազանդ կատարեց Մոսկվայի առաջադրանքը։ Այսօր ամբողջ պարլամենտը ռուսամետ, ռուսաստրուկներով է լցված։ Թե իրար հետ ինչ են վիճում, ես չեմ հասկանում։ Ինչ են վիճում։ Լենին Աթաթյուրք գծած սահմանը իրանք ընդունում են երկու կողմներ։ Արցախի մասին մի հատ խոսք չկա, ընդունում են։ Մի հատ շնորհակալություն թե այս կողմից, թե այն կողմից չհնչեց կոնգրեսին, որ շնորհակալություն, որ Արցախի ժողովրդի մասին որոշում եք ընդունել։ Որ իրանք իրավունք ունեն երաշխավորված անվտանգությամբ վերադառնան իրենց բնակելի, իսկ երաշխավորված անվտանգությունը դա արդեն մեծ հարցական է։ Ով է երաշխավորը լինելու։ Ադրբեջանը յուրաքանչյուր երկրում ռուսահպատակ երկրներում իր սցենարն է գնում, միանշանակ բաներ չկա։ Իր սցենարն է։ Այնտեղ յուրահատուկ Իվանաշվիլի ասте, Փաշինյանը յուրահատուկ ինքը իր պրոցեսներով ընթացող։ Հիմա երբ որ ասենք պահը եկավ եւ վրացական իշխանությունը պարզապես ցույց տվեցին իրենց ռուսամետ դեմքը, շո դա պարզ է։ Իսկ սա մինչև հիմա չի ցույց տալի, այսինքն դա միամիտ մարդկանց համար է։ Լուրջ վերլուծաբանները շատ լավ տեսնում են։ Շատ լավ տեսնում են, ով ուզում է իր երկիրը ազատագրի, ինքը պետք է նախ եւ առաջ ազատ աշխարհի հետ հարաբերություններ ստեղծի։ Ես չեմ ասում դու ռիսկային բաների մեջ ես մտնում ես։ Դու գնում ես մոլորակի գերտերության հետ, որ նա թարս նայում է Չինաստանի նմանն է անգամ ծնկները ծալում։ Դու գնում ես դրա հովանու տակ, զոնտիկի տակ ես գնում։ Բայց չէ, դու ասում ես չէ, ես ավելավ ես ճղված պալատի տակ մնամ անձրևած ձունա գա։ Ես չեմ փորձում Նիկոլ Փաշինյանին այսպես հարցը դա չի, հարցը նա է, որ ձեր ասածներին նա իր պատասխանը տվեց հենց այդ ելույթում։ Հիշում եք, նա ասում է դեռ պատրաստ չի այդ ճանապարհը, որպեսզի ես գնամ։ Փաստ, նա ասում է դեռ պատրաստ չի այդ ճանապարհը, որով ինքը պատրաստ չի, ինքը ճիշտ է ասում։ Ինքը պատրաստ չի։ Բայց ինքը ոչ մի դեր չունի այսօր։ Ես նորից անդրադառնում եմ իմ թեզին, որ մենք գոնե ունենանք մի կուր, ընդդիմական անգամ ազգային ժողովում չեղած մի հատ միավոր, որը բարձրաձայներ դրա մասին, որ մենք կարողանանք մեզ փրկողներին
ով որ պատրաստ է մեզ փրկել, դրանք ինչ-որ ձեր բարոյական աջակցություն ունենք։ Այսօր Նիկոլ Փաշինյանը կատարում է 3 հիմնական ուղղություն Ռուսաստանի կողմից թելադրված։ Նախ, դա բարոյական, քաղաքական եւ դեմոգրաֆիկ, ուրեմն խնդիրներն են։ 3 ուղղությամբ էլ ինքը աշխատում է Հայաստանի դեմ։ Բացիկ այդ 3 ուղղությունները։ Բացեմ։ Ուրեմն բարոյականը նրա մեջ է, որ մենք ինքնուն պետություն ունենալու վիճակի չենք, մենք թույլ ենք, մենք ինչ անարար Թուրքի Ռուսի դեմ ինչ կարանք անենք, այսինքն բարոյապես ազգի ոգին կոտրելն է, որը ինքը հստակ կատարում է, հստակ։ Երկրորդը քաղաքական այնա, որ կամաց պատրաստում են, ինչ եք ուզում ըլեք, Ռուսաստանի գուբերնիա եք ուզում ըլեք, թե վիլայետ, պարզ չի որ գուբերնիա, և բոլոր տեսակի ռուսական գործակալները, ասում են, մենք չենք հանդես գալի, որ Հայաստանը գուբերնիա սարքենք, մենք հանդես ենք գալի, որ հանկարծ վիլայետ չդառնա, ունենք այլ տարբերակ, այո ունենք, լինես ազատ անկախ Հայաստան, որը Տրամպը մոլորակի գերտերությունը ասում է, կրկին կդարձնենք Հայաստանը մեծ, ասում է, ինչ ասերը, արա 100 միլիոնանոց Իրանի նմանին, ծնկի է բերե, մոլեկնել իրանց հավատից դրդված չեն կոդրվում, մինչև վերջ ոչնչացնելու այդ պետությունը, դուք կայնել եք, Ամերիկայի դեմ եք եթում, այսինքն դեմ չեք եթում է, ինքը քո ազգի դեմ ես եթում, որ նման պետությունը ասում փրկում եմ քեզ արա, եւ այդ Նիկոլ Փաշինյանի թարգմանությունը նայեք, կրկին դարձնենք Հայաստանը ուժեղ, ինքը չի ասում կրկին դարձնենք Հայաստանը մեծ, որովհետեւ այդ մեծ բառը չի համընկնում իր դոշին կպցրած Լենինի ու Աթաթուրքի քարտեզի հետ, որովհետեւ ինչի մար, որովհետեւ տղայը ասելա խոսքի տերն է, ոչ որովհետև ռուսական է ինքը, որովհետև Հայաստանը ծնկի բերելու միակ պարագանը հենց այդ քարտեզն է, իրանց պապաները ոնց գծել են, Տիգրանաշենով, այդ Սյունիք տանող ճանապարհով, անկլավներով, ամեն ինչը հաշվարկած է եղել, ամեն ինչը հաշվարկած է եղել, ու այսօր ասում ես հաշվարկած Հայաստանին ծնկի բերած այդ քարտեզը, որը իրանց պապաները վաղտին արել են, այսօր ես տերեմ, էսա, չէ, ես չգիտեմ մի ձևի է Հայաստանի քարտեզը, բայց այդ քարտեզը ինքը ինչ-որ դոշին կպցել է, ընդամենը ժամանակի խնդիր է, որ Հայաստանը ոչնչանա, ես կողմնակից եմ միջազգային դատարանին, այսինքն այն պետությունները, ովքեր Հայաստանի քարտեզը ինչ ձևով որ գծել են եւ միջազգային ուժ են ստացել, դեր կայնեն իրանց որոշմանը։ Եկեք Վիլսոնյան Հայաստանը դեր կայնեք, ահա դուք եք գծել։ Դուք գծել եք, մենք Չինաստան չէինք, մենք Հնդկաստան չէինք, որ մեր համար դուք քարտեզ գծեիք, մենք էլ հելենք Թուրքիային էլ ջարդենք Ռուսաստանի ծովից ծով սարքենք, մենք փոքր ազգ ենք արդեն իսկ, արդեն ջարդել էին մեզ, և դուք եք այդ որոշումը կայացել արդարությունից դրդված, որ և դուք էլ պետք է վերականգնեք, ո՞մ է պետք ձեր այդ գծածը, այդ գրածը, որ մենք ի վիճակի չենք վերականգնելու, իսկ սրանք դիկտատորիալ դրա մասին չեն խոսում, ով է Նիկոլ Փաշինյանը, ով է այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը, այսինքն Նիկոլ Փաշինյանը ուզում ասի, գիտեք ինչ կա, Ռուսաստանն էլ, Թուրքիան էլ վայրենի են, եկեք կլի սուս մնանք, որովհետև մեզ կկոտորեն, սենց այս պայմաններն ընդունենք, այս տրամաբանում եմ ուղղակի, ով են դրանք արա, դրանք մի հեռախոսազանգով, թե Ռուսաստանին, թե Թուրքիային տեղն են դնում, քեզ ընդամենը պետք է հուսալի գործընկերել ես Ամերիկային, որ մարդը վստահի քեզ, ոչ թե կիսած ճանապարհ նորից ռուսական զորք բերես, թուրքական զորք բերես, եսի ինչ անես։ Այսինքն ինքը հուսալի չի, դրա համար իրանք ռեալ քայլեր հələ չեն անում, Հայաստանը մեծ դարձնելու։ Իրանք նախանշել են, մտցրել են Հայաստանի տնտեսությունը աշխարհի 5 հզորագույն պետությունների շարքը, որ այսպես է լինելու, դուք լինելու եք աշխարհի 5 հզորագույն
տեխնոլոգիաներով հագեցած պետությունը, որը մոլորակի մնացած այլ ազատ աշխարհի պետություններին մատակարարեք տեխնոլոգիաներ։ Դուք պատկերացնում եք ինչից է հրաժարվում։ Էս տհասը հանուն մի քանի տոննա պամիդոր Ռուսաստան տանելու։